Հարգելի գործընկերներ, այս տեսաձեռնարկը վերաբերվում է գերավճարները վեկտոր պլյուս համակարգից մեր համակարգ տեղափոխելուն։ Ընթացակարգային ինքը շատ նման է անդորագրով վճարում ընդունելուն, կանխիկ կամ բանկային ավելի շուտ անդորագրով վճարում ընդունելուն, դրա համար ինքը սկսում է հենց գույքից։ Որոնեցինք որևէ գույք, առաջին հերթին խնդրում ենք ստուգել, որպեսզի ինքը համադրված լինի վեկտոր պլյուս համակարգում։ Քանի ներկայացված տվյալները համադրված են վեկտոր պլյուս համակարգում, դրած չի այո եւ գույքի կոդը մուտքագրած չի, համակարգը ձեզ թույլ չի տա որևէ այլ գործողություն անել։ Երբ որ սա արեցիք, վերջացրիք, բացում եք գերավճար վեկտոր պլյուս համակարգում եւ մուտքագրում եք գերավճարը ճիշտ այնպես, ոնց որ մուտքագրեիք բանկային անդորրագիրը։ Փոխադրամիջոցի կոդը համակարգում բաժնում մուտքագրում եք այն փոխադրամիջոցի կամ գույքի կոդը, որից վեկտոր պլյուս համակարգում տեղափոխում եք գերավճարը, որովհետև դա կարող է տարբերվել այս գույքի կոդից, եթե մի մեքենայից մյուս մեքենային եք տեղափոխում գերավճարը։ Մուտքագրում եք վեկտոր պլյուս համակարգում գերավճարը պահող գույքի կոդը, մուտքագրում եք վեկտոր պլյուսում այդ բանկային անդորրագրի մուտքական ամսաթիվը, ասենք անցած տարվա մարտ, մուտքագրում եք գումարը, վճարողի անունը, ազգանունը, նպատակը եւ այստեղ կցում եք վեկտոր պլյուս համակարգում այս գույքի վերաբերյալ տեղեկանքը, որտեղ կերևա գերավճարը։ Մինչև չկցեք, համակարգը ձեզ թույլ չի տա որևէ բան ստեղծել գերավճար։ Սկանավորված տարբերակը կցում եք եւ սեղմում եք ստեղծել։ Ինքը արդեն միանգամից ստեղծեց գերավճարը, ոնց որ անդորրագիրը կմուտքագրեիք եւ սեղմում եք բաշխել կոճակը։ Տեսեք, հարկը ապարքը դառավ 96,000 դրամ, վճարումների պատմությունում առաջացավ գերավճար տող, որտեղ կերևա, որ դա առաջացել է գերավճարից եւ մեր գառնուտ տաճարի պատկերանշանով բաժնում առաջացել է նոր ենթաբաժին, կոչվում է գերավճարների կառավարում։ Եթե սեղմեք, ապա կտեսնեք նաեւ այլ անդորրագրերի ցանկում այս տվյալ գերավճարի անդորրագիրը, որը մենք հենց նոր մուտքագրեցինք այս տեսաձեռնարկի շրջանակներում։ Այստեղ նաև կա գերավճար հեկ համակարգում, որի մասին մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք, սակայն ստեղ ցուցադրվելու են արդեն այն գերավճարները, որոնք առաջացել են մեր համակարգի վճարումների եւ մեր համակարգում մուտքագրված վճարումների արդյունքում։ Եթե ցանկանում ենք ուղղել, ճշտել, փոխել կամ վերացնել, ապա ինչպես բանկային անդորրագիրը խմբագրում ենք, սեղմում ենք մաքրել, նորից խմբագրել եւ ջնջում ենք անդորրագիրը։ Հիմա եթե հետ գնամ նորից այդ նույն գույքը, ապա պարտքը վերականգնված կլինի 246,000 դրամ եւ վճարումների պատմությունում տվյալ անդորրագիրը արդեն չի երևա։ Նմանապես կարող ենք հետ դնել համադրված է վեկտոր պլյուսումը, վերջ եւ մեքենան կամ գույքը կամ հողը կգան իրենց ելման իրավիճակին։ Շնորհակալություն։